Ուրեմն ես ասպարեզ ակումբի նախագահ չեմ, բայց հայտնի եմ որպես նախագահ։ Ես ընդամենը խորհրդի նախագահն եմ։ Նախագահի Արտոնեն Սիպտակ Ֆորդն է, որի տարինքները ոստիկանական համազգեստ հակած մեկը կողացավ տարավ 3 ժամ առաջ։ Ես չեմ կարծում թե դիք ոստիկան է, ոստիկանական համազգեստով մեկը կողացավ տարավ մինչև ըմի ետ չեմ բերել այդ ավտոյի պարնինքները։ Իմիջայլով։ Ուրեմն, ժողովուրդ, մարդիկ կան տեղյակ չեն ես ինչ խաբար է, ինչ հաշիվ է, ինչի են ստեղ հավաքվել մարդիկ։ Վրացական պետհամարանի շերով ավտոմեքենաների վարորդները 11 օր առաջ սկսել են իրենց բողոքի ակցիաները, այսօր առավոտ որոշել են երթով մեկնել Երևան, պիկետ կազմակերպել կառավարական տան դիմաց եւ կառավարությանը դիմել իրանց պահանջով։ Ինչի, որովհետեւ 8 օր առաջ գրավոր նամակով դիմել են, եւ որևէ մեկը կառավարությունից մինչեւ հիմա չի արձագանքել։ Կարծես այս մարդիկ իրանց ժողովուրդը չեն, ասպարեզ ակումբի ժողովուրդն են։ Արտոների հետը օրենքով արգելված բան չէր։ Արտոները հրապարակավ որոշել են, կանգնել են դեղ, տեղակ են պահել ժողովրդին, գաղտնի ոչինչ չի եղել, առավոտ ժամը 7:30 հավաքված 7 արտոներին, այս ոստիկանական մեքենաները փակել են այս փողոցի մեջ, մյուս մեքենաները չկարողացան մտնել, որ մյուս փողոցների վրա կանգնած են։ Ես որոշեցի, որ լավ կլինի իրենք առանձին չգնան հանգարց Երևան։ Ուրեմն իրավիճակը 7:30-ից էս է։ Ոչ մի լեննագանցի չի կարողացել պատկերացնել, ոչ մի գյումրեցի, որ կարող է դա իր քաղաքի միլիցիկ, ուրիշ միլիցոց գլխավորությամբ իրանց ճամփա քյասանություն են, տնեն ճամփեն կտրեն մարդկանց։ Այս տեսակ այլանդակություն տեղի ունենում է երկրներում, որտեղ իշխանությունը եւ պետությունը զարթած է, ժողովուրդ։ Պատկերացրեք դուք նստել եք մի ավտոբուս Երևան, լեննագանը ավտոբուսը ցեզի հալավերդի կտանի, լեննագան չի բերե։ Կռենք կենեք շոֆերի հետ կսեպտի այնտեղ միլիցին նստած է ավտոբուսի մեջը, բողոք է։ Տարնակի հետ միլիցին է նստած, տադախազին բողոք է, ենել կողքն է նստած, տադավաններին բողոք է, նրանք են կողքեր է նստած, սաղը իրանց հետ մի ավտոբուսի մեջ եք։ Այս խեղճ միլիցիկ է լոժի, 10 օր, ճանտա փակելով են զբաղված նույն ավտոբուսի մեջ կերտան չիտեմ ուր։ Ճանդանել չեն էրտա, ախր չիտեմ ուր կերտանք սաղս իրար է, ժողովուրդ։ Ինչ են ես 7 ավտոմեքենաները, ոչ մի բան, կանոնավոր։ Ուրեմն 12 բան ընթացքում 150 ցուցարարների տները, ինչ միլիցիաս խրգեցին, ինչ հարազատ ծանոթ մերկուրի աղջիկ, հորկուրի օղլի խրգեցին, ճարեցին, բերեցին, համոզեցին, վախեցրին, մեկի ծնողին բալան կգցենք ավտոյի մեջը կտանենք, պատրոն կգցենք ավտոյի մեջը կտանենք, դե մարդ են, վախենան գը։ Այդ մարդիկ այլևս այս շարժման հետ չեն, վախեցած նստած 15 թե ինչ կդողնի, իրանց հարցը 15 արտոն կարող են դուզել թե չէ։ Այս իրավիճակն է, բան ու կոտ չունի, երեք դիկը վտայներ են եղել քաղաքում, կռնակսեք, ինչի, որտեղ քաղաքի միլիցիկ զբաղված էին ասպարեզ ակումբի մայլ են փակելով ու ջաջուրի ճամփ են փակելով, քաղաքում ֆրֆրացող միլիցիա չկար, բրադում խելացին այն մարդիկ, միլիցիա կտեսնին զգուշ կքշեն, բայց այս մարդիկ փոխանակ իրանց գործինողներին, երեք այսօր, երեք չառաջ օրը, եկել են ճամփա կփակեն, ազգին խոսք, մինչև վերջ, քանի շունչ կա մեջ են, չունի իրա քաղաքացունը դատմամբ։ Գուկայդովը, աստված զորավոր են, զիտպես են սել, մեր մեծ էր ճամպեն կպակեն, կեշ կքաշվի, կաղբեր։ Զետ բայորեք ուզեղնի փող կնդապետ էլ չի եղնի, փող կնդապետ եք ուզեղնի, կնդապետ էլ չի եղնի։ Մարդել կա կնդապետ է, ուշադիր լսեգը չի կրնա կեներալ տարնա։ Խոստանամ գեես թեզի, տղավարի լեննագանցու խոսք, կյումեցու խոսք, չեք կրնանա մեզի կրեք։ Ուրեմն, չէ խորատա եմ լսես տեղ, կսեն մինչև չորոշեն տուն է տալես 4-5 արտոն, իրանք չեն հրենա։ Մինչև ճամպեն չբացեն դեպի Երևան, իմ ավտոստեղից չի շարժվի։ Իշխանությունները, ոստիկանությունը, ես պետք է ասեմ, որ նաև քաղաքային իշխանությունները, իդեմս քաղաքապետի, մարզպետի, Ագելի այնակիցեր, մենք անկեղծ ասած, չենք հաշվել, թե որքան գումարերեք դուք փոխանցել Հայաստան կառավարությանը հորժարական, որպեսզի նրանք չմտնեն ձեր գրպանները։ Հանգանակություն։ Բայց ես ձեզ ասեմ, որ ես ինքս տպավորված էի եւ այսօր Գյումրիի հասարակությանը միևնույնն է հավանել եմ ավելի հարուստ, քան այն հոգով եւ ամեն ինչով մտքով աղքատ մարդկանց, որոնք անգամ օլիգարխի անունն են գրում երկրում։
ղեկավարներին, պաշտոնյաներին խորհուրդ եմ տվել երբեմն նայել այն թղթերը, որի տակ իրենք ստորագրում են։ Հիմա պատասխանը եկել է ոչ թե վարչապետից, մի քիչ հետո կհասկանաք, թե ինչու վարչապետը չի ստորագրել նամակի տակ, այլ նրա աշխատակազմի ղեկավարից։ Գումարը քիչ եղել չի Գրել է Հարգելի տիկին Պոստանջան, գրողը աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ Համարեք այնուամենայնիվ սա վարչապետի պաշտոնական պատասխան, որքան են ստորագրվել է նրա աշխատակազմի ղեկավարի կողմից։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված փետրվարի 11-ի համար 0062/11 գրության տեղեկացնում ենք, որ վրացական պետհամանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի բողոքի ակցիայի եւ այդ թեմայի շուրջ, սա իրենց համար թեմա է, քաղաքական հայտարարությունների այն ձևաչափը, որը որտեղել է ձեր կողմից, աննայն է դարձնում կառավարության համար ձեր նավակին կիսուղարկված ֆինանսական միջոցների ընդունումը։ Քիչ է եղել այն։ Ձեզ ենք վերադարձնում այդ գումարը ու խնդրում վերադարձնել հանգարանքության մասնակիցներին։ Շնորհակալություն։ Որ գրբաները փող եղել։ Հասկացաք, վարչապետը չի հավանել ձևաչափը։ Քիչ եղել։ Ազատ մարդ, ազատ հայրենիք։ Հայաստան, ազատ, անկախ, Հայաստան, ազատ, անկախ, Հայաստան, ազատ, անկախ, Հայաստան, ազատ, անկախ, Հայաստան։ Կոնտեքտ խախտումներով սահմանափակված են այս պահին քաղաքում քաղաքացիների շարժումը ազատ տեղաշարժը, ինչպես նաև դուք սահմանափակել եք ազգային ժողովի պատգամավորների ազատ գործունեությունը։ Դուք հասկանում եք, թե ինչ եք անում։ Ընդհանրապես տեղյակ եք, ինչ է օրենքը պահանջում և ինչ լիազորություններ դուք ունեք, ինչ իրավունք ունեք անել, ինչը չէ։ Այս ինչու է փակ։ Ներսում էլ են եմ ժողովուրդը պատան։ Ուզում են դուրս գալ, չեն կարող։ Ահա, հիմա ներսից են չեն թողում, ներսից են չեն։